Մինչև պատգամի վերնագիրը ասելը, ուզում եմ ասել ոնց ծնվեց այս պատգամը։ Մենք մի երկու շաբաթից մի փոքր քիչ ժամանակ անցել մեր երիտասարդական ճամբարից եւ առավոտյան ընթերցանության ժամանակ սովորական ընթերցանություն էր ընթերցանության մեջ, չգիտեմ դուք ինչպես եք ընթերցում, ես միշտ ընթերցանության մեջ սպասում եմ, որ Տերը խոսի ինձ հետ։ Եվ այդպես ընթերցանության ժամանակ ձեզ հետ եղել է, որ կարդում եք, ուզում եք առաջ գնաք, բայց չեք կարողանում առաջ գնալ։ Ոնց որ Սուրբ Հոգին ասի կանգնիր, այստեղ մտածիր, այստեղ ինչ որ բան ունեմ քեզ համար։ Եվ այդպիսի ուզում եմ հատվածը բացել, առաջին Պետրոս թուղթն է ընթերցում, 3-րդ գլուխը, եւ 3-րդ գլխի 15-րդ խոսքում գրված է Տիրոջը Քրիստոսին ձեր սրտի մեջ սուրբ պահեք։ Ուզում եի անցնել շարունակությունը կարդալ, ասես ինչ որ մեկը հարցրեց ինձ, իսկ դու գիտես ինչ է նշանակում Քրիստոսին քո սրտի մեջ սուրբ պահելը։ Ես կանգնեցի, սկսեցի մտածել, թե գիտենք ինչ է սուրբ, երևի sense մտածում եմ, բայց Քրիստոսին սուրբ պահել սրտի մեջ, Քրիստոս առանց այդ էլ սուրբ է, եթե ինքը մեր սրտի մեջ է, արդեն սուրբ է, բայց այստեղ պատվիրան կա։ Տիրոջը Քրիստոսին կամ մյուս թարգմանության մեջ Տեր Քրիստոսին ձեր սրտի մեջ սուրբ պահեք։ Եվ այսօրվա պատգամի վերնագիրն է Քրիստոսին ձեր սրտում սուրբ պահեք։ Այսպիսի վերնագիր։ Գիտեք, մի շատ հետաքրքիր հատված կա Մատթեոսի ավետարան 13-րդ գլխում, 13:52-ում Տեր Հիսուսն ասում է, որ ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին բաներ է հանում, նոր ու հին իրեր է հանում, եւ ինձ համար այս ուսումնասիրությունը կարծես մի գանձ էր, որ ես հայտնաբերեցի այդ օրը եւ հետո էլ պատգամին պատրաստվելու ժամանակ ավելի ու ավելի եւ այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել նրանով, թե ինչ եմ ես հասկացել։ Քեզ հետաքրքիր է այս թեման, ինչ է նշանակում Քրիստոսին քո սրտի մեջ սուրբ պահելը։ Ինչպիսի գանձ է թաքնված Քրիստոսում սրտի մեջ սուրբ պահելու պատվիրանի ներքո։ Եկեք միասին բացահայտենք այդ գանձը եւ հարստանանք այսօր հոգեվորապես։ Առաջինը ուզում եմ խոսել սուրբ բառի մասին։ Ինչ է նշանակում սուրբ։ Մենք բոլորս գիտենք հայերեն լեզվի մեջ ժամանակակից հայերենում սուրբը ունի անարատ, մաքուր, անբիծ, այսպիսի իմաստ է կրում սուրբ բառը, բայց օրինակ եթե բացենք Ղևտացիներ 19:2-ը, Ղևտացիներ 19:2-ում իմիջիայլոց նույն բառերը Պետրոս առաքյալն է առաջին Պետրոս առաջին գլխում ասում, այսպես է գրված. խոսիր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ եւ ասա նրանց. Սուրբ եղեք, քանզի սուրբ եմ ես ձեր Տեր Աստվածը։ Առաջին Պետրոս առաջին գլխում 16 եւ 17 խոսքերում կարդում ենք. քանի որ գրված է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Եթե հայր եք կոչում, շարունակության մեջ ասում է, եւ եթե հայր եք կոչում նրան, ուրեմն սուրբ եղեք, ինչպես Աստված սուրբ է, քանի որ Աստված սուրբ է։ Եվ մենք մի տեսակ դժվարություն է այստեղ առաջանում։ Մենք կարող ենք սուրբ լինել ընդհանրապես, եթե սուրբը հասկանում ենք անթերի, կա այստեղ մարդ, որ կարծում է ինքը անթերի է։ Չկա։ Նայեցի ոնց որ ամբողջ դահլիճը ձեռք չտեսա։ Կա մարդ, որ մտածում է ինքը ապաշխարելուց հետո էլ երբեք չի սխալվել, ոչ մի մեղք չի գործել։
Գիտեք, Աստվածաշնչում գրված է առաջին Հովանու առաջին գլխում, եթե ինչ-որ մեկը ասի մեղք չի գործում, սուտ է ասում։ Որտեղ մենք բոլորս էլ մարդ ենք, մարդկային մարմնի մեջ ենք, ապա ի՞նչ է նշանակում սուրբ բառը։ Եկեք սա հասկանանք, որովհետև շատ կարևոր է, եթե մենք ուզում ենք հասկանալ ինչ է նշանակում Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք պատվիրանը, մենք նախ պիտի հասկանանք ինչ է աստվածաշնչյան իմաստը սուրբ բառի, եւ 5 կտակարանում եբրայերենում դա կադոշ բառն է, որ կրում է առանձնացված, բացառիկ նշանակություն, այսինքն դրանք կարող էին լինել 5 կտակարանում ինչն էր սուրբ, կարող էր լինել իրեր, օրինակ նույն բաժակը, գիտեք որ Սողոմոնը նույն բաժակներից սարքեց իր համար, որը որ սարքել էր Աստծու տաճարում օգտագործվելու համար, այդ սպասքը որ սարքել էր նույն բաժակը, նույն ոսկե բաժակը Սողոմոնի տանը սուրբ չէր համարվում, բայց Աստծու տանը սուրբ էր համարվում։ Հիշում եք, երբ որ գերության ժամանակ Բաղդասար թագավորը ասեց բերեք այն Երուսաղեմի տաճարից վերցրած բաժակները, դրանցով գինի խմենք, գովաբանենք մեր աստվածներին, ձեռքը մատը դուրս եկավ եւ գրեց, որ դու կշռվեցիր եւ թեթև գտնվեցիր, որովհետեւ սուրբ բանին սրբությամբ չվերաբերվեցիր։ Իր համար դա հասարակ բաժակ էր, բայց դա սուրբ բաժակ էր։ Դա կարող է լինել իրը, դա կարող է լինել ֆինանսը, որ առանձնացված է Աստծու համար։ Օրինակ, գիտեք, որ Աստվածաշնչում գրված է տասանորդը սուրբ է։ Կարդացեք, գրված է տասանորդը սուրբ է, սա քոնը չէ, սա Աստծու համար առանձնացված քո գումարն է, որ այլևս քեզ չի պատկանում, դա Աստծու համար է առանձնացված։ Գիտեք, որ գրված է 7-րդ օրը սուրբ է։ Իմ կյանքն է, ես ինչ կուզեմ կանեմ, ոչ, 7-րդ օրը առանձնացված է Աստծու համար, դու դա պիտի նվիրես Աստծուն եւ փառք Աստծուն, որ այսքան մարդ հավաքվել է այսօր 7-րդ օրը սուրբ պահելու համար։ Վայր կար, որը առանձնացված էր Աստծու համար, հիշում եք Մովսեսը այրվող մորենուն, որ մոտեցավ Աստված, այդ կրակի միջից խոսեց ու ասեց կոշիկները հանիր քո ոտքերից, այս վայրը սուրբ է։ Այսինքն այն ինչը որ առանձնացված է Աստծու համար, Աստվածաշունչը այդ առանձնացված բացառիկ Աստծու համար գործածության նպատակ ունեցողին անվանում է սուրբ։ Գիտեք որ նոր կտակարանում էլ օրինակ հավատացյալները, որոնք իրենց կյանքը այս աշխարհից առանձնացրել են եւ որոշել են ապրեն Աստծու համար, հավատացյալներին կոչվում է սուրբ, սուրբեր։ Երբ որ սուրբերը կհավաքվեն կամ այսինչ եկեղեցու սուրբերին փոխանցիր, այդ եկեղեցու մանավանդ այն ժամանակներում Կորինթացիների թուղթը կարդում ես, տեսնում ես, որ այնպես չի, որ ամեն ինչ անթերի էր դրա համար սուրբերը կոչում Աստված, ոչ առանձնացված էին Աստծու համար, դրա համար կոչվում էր սուրբ։ Ինչն է մարդուն անսուրբ դարձնում, եկեք սա հասկանանք, կամ ինչն է ինչ որ բանը այդ սրբությունը պղծում։ Հակոբոս 4:4-ում գրված է, որ աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ։ Ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Պատկերացրեք, ես սիրում եմ Աստծուն, բայց նաև սիրում եմ աշխարհը։ Մեկ Facebook-յան գրառումները, նկարները հուշում են, մարդը սիրում է աշխարհը։ Եվ ես մեծ ցավ եմ ապրում, երբ որ տեսնում եմ հավատացյալների, գիտեք, խոսքը, պահվածքը, նմանակումը ինչ-որ մեկին, ցույց է տալիս, որ մարդը սիրում է աշխարհը։ Եվ իմ սրտում ցավ է գալիս, որովհետև սրբությունը դա աշխարհից առանձնացած լինելն է։ Այս աշխարհի չափանիշներով, օրինակ, հաջողվածությունը չգնահատելը, այս աշխարհի օրինակ մարմնի գեղեցկության չափանիշներ ունի այս աշխարհը։ Գիտեք, իմիջիայլոց հատուկ քույրերի համար է գրված, այդ նույն գլուխն է, առաջին Պետրոս 3-րդ գլուխն է, ասում է, որ
իրական գեղեցկությունը նա չի ինչ որ արտաքինից է, այլ նա ինչ որ ներսում է։ Եվ կնոջ գեղեցկության մասին որ խոսում, ասում է կնոջ գեղեցկությունը, համեմատում է Սարայի հետ։ Գիտեք, որ Սարան շատ գեղեցիկ էր, Աբրահամի կինը։ Գիտեք, որ շատ գեղեցիկ էր, բայց Աստված չի խոսում իր արտաքին գեղեցկության մասին, այլ իր ամուսնուն հնազանդության մասին, եւ ասում է սա շատ պատվական է Աստծո առաջ։ Երբ որ կինը հնազանդ է, սա շատ պատվական է։ Հիմա կա աշխարհի չափանիշը, կա, տեսնում եմ զույգերով ովքեր նստած են ժպտում են, ուրախ եմ, որ ժպիտ առաջացավ ձեր դեմքերին։ Կա աշխարհի չափանիշը, կա Աստծո չափանիշը։ Եվ Սուրբ բառը լինի այս հարաբերությունը, լինի մյուսը, Սուրբը նշանակում է մենք առանձնացված ենք աշխարհից։ Մենք չենք ապրում աշխարհի չափանիշներով, մենք չենք ապրում աշխարհի համար, թեև աշխարհի մեջ ենք, բայց մենք ապրում ենք Աստծո համար։ Չգիտեմ, այսքան ժամանակ փորձեցի հասկանանք միասին ինչ է նշանակում Սուրբ։ Փիլիպպեցիս 3 գլխում 18-ից 20 խոսքերը եթե ընթերցենք, Փիլիպպեցիս 3:18-20-ը Պողոս առաքյալն ասում է, որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Խոսում է եկեղեցու ծառայողների մասին։ Ինչու Քրիստոսի խաչի թշնամի։ Հիշում եք, աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծո համար, Աստծո հանդեպ։ Աշխարհը սիրելը, եթե ուզում ես աշխարհին բարեկամ լինել, դու քեզ Աստծուն թշնամի ես դարձնում։ Այդպես է ասում խոսքը։ Այստեղ ասում է, նրանց վախճանը կորուստ է, նրանց Աստված իրենց որովայնն է, իրենք իրենց շահի համար են ապրում, իրենք չեն ապրում Աստծո շահի համար, իրենք ապրում են իրենց հաճույքների համար։ Լավ ուտեն, ինչ է այս աշխարհը քարոզում, մեկ-մեկ հավատացյալները այդ երկերի տակ որ ապրում են, ես չգիտեմ, նստած կերխմի քեֆարա, շարունակ, աշխարհը խալի է, ոտի տակ, էսի աշխարհն է։ Կարևորը ուտենք, խմենք, ուրախանանք, մենք ապրում ենք այսօր զվարճանքների աշխարհում։ Զվարճանքի համար ես չեմ չափազանցնում, եթե մի հատ հայտնի երգիչ կա կամ մի հայտնի շոու գա Հայաստան, մինչև 100,000 մարդ պատրաստ է, չգիտեմ ինչքան փող վճարի, որ հավաքվի գնա այդ զվարճանքին։ Որքան մարդ է առավոտյան զարթնում կիրակի օրը ու ասում, այս օրը Տիրոջ օրն է, պիտի գնանք եկեղեցի։ Աստծո խոսքի համար Ես չեմ ասում մեր եկեղեցի, ես ասում եմ ընդհանրապես զարթնում են, ասում են այսօր Տիրոջ օրն է, պիտի գնանք եկեղեցի։ Քանի մարդ։ Քրիստոնյա ժողովուրդ, որ ըստ վիճակագրական տվյալների 99 ու չգիտեմ քանի տոկոսը իրեն համարում է քրիստոնյա։ Զվարճանքի համար պատրաստ է վճարել, որ զվարճանքի հաճույքը ստանա։ Իսկ Աստծո համար, Աստծո խոսքի խրատն ընդունելու համար, արդյոք մենք պատրաստ ենք զոհաբերել։ Գրված է, իրենց Աստված, իրենց որովայնն է, փառքը իրենց ամոթը, նրանք երկրային բաներ են մտածում։ Լավ է անցնում ձեր մոտ հավեսա ծառայությունը։ Ինչ է նշանակում հավեսա ծառայությունը։ Դու գալիս ես Տիրոջով լցվելու դրանից հավես բան, ես չեմ պատկերացնում, որ գաս մի բան վերցնես հոգևորապես ու գնաս հոգևորապես ավելի հարստացած։ Գիտեք, կա ծառայություն, որ կպնում է քո զգացմունքներին, կա ծառայություն, որ կպնում է քո հոգուն։ Այդ զգացմունքներին կպնող ծառայությունները իրանք անընդհատ ավելի ու ավելի դու պիտի 10 զգացմունք, չգիտեմ, լուսային շոու, ծուխ, գիտեք որ եկեղեցիներ կային հարսանիքի սպիտակ
մշուշը որ գալիս է այդ այնց սիրուն բեմի վրա լցվում է քարոզի ժամանակ մեր մոտ չեմ տեսել բայց դրսում կա դա լույսերը մքացնում են այդտեղ էֆեկտներով որովհետև մարդկանց պետքա պահել եկեղեցում ինչով մարդիկ եկեղեցի են գալիս պիտի Քրիստոսին հանդիպեն մարդկանց Քրիստոսն է եկեղեցում պահում մարդը գալիս է տկարացած գնում է զորացած մարդը գալիս է ճնշված գնում է ազատագրված մարդը գալիս է հոգսերով գնում է հույսով Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք Պողոս առաքյալն ասում է այսպիսի մարդիկ ովքեր սուրբ չեն պահում Քրիստոսին իրենք երկրային բաներն են մտածում Իսկ մենք մեր բնակությունը երկնքում է կամ մեր քաղաքացիությունը մյուս թարգմանության մեջ գրված է երկնքում է մենք պիտի երկնայինը մտածենք Սիրելիներ մենք գործում ենք ոչ թե երկրային շահի համար այլ գործում ենք հոգիների փրկության եւ երկնքում գանձեր դիզելու համար Ես ուզում եմ ամեն մեկս քննենք մեր սիրտը Երկրորդը որ ուզում եմ խոսել հենց սա է Քրիստոսին ձեր սրտերում առանձնացրեք, բացառիկ տեղ տվեք, հիշում եք սուրբ ինչա նշանակում, բացառիկ տեղ տվեք Քրիստոսին ձեր սրտերում, նա պիտի լինի Տերը, ևս մեկ զավեշտ, որովհետև ողջ ազգով Քրիստոսին Տեր ենք ասում, բայց ասում ենք միայն, Բայց չենք ապրում նենց, որ երևա, որ ինքը մեր կյանքի տերն է։ Քո սրտում, իմ սրտում, ինչպիսի տեղ ունի Քրիստոս։ Նա բացառիկ իշխանություն ունի։ Երբ որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ ես, երբ որ մեկի հետ ինչ-որ որոշում պիտի կայացնես, քեզ վատ է վերաբերվել, դու պիտի արձագանքես։ Արդյոք մի պահ Մինչև արձագանքելը դադար ես տալիս ու ասում Տեր, իսկ դու ինչ կասես։ Որ մի առաջարկ է գալիս, որը շատ շահավետ առաջարկ է։ Արդյոք մինչև այո ասելը կանգնում ես ու հարցնում ես, ասում ես դու ավելին գիտես, քան ես, դու իմաստուն ես, խորհուրդ տուր ինձ։ Որ շատ ճնշված ես, թևաթափ եղած, արդեն հոգնել ես, ուժասպառ ես եղել, ուզում ես թողնես ամեն բան, ուզում ես, որ մենք ասում ենք մեր լեզվով, հերիք եղավ, բոլ եղավ, չէ՞, սենց ենք ասում։ Արդյոք հանձնվելուց առաջ դիմում ես նրան, Արդյոք նրա խոսքը ձևավորում է քո մտքերը, արդյոք նրա սերը ձևավորում է քո շարժառիթները, ինչու ես դա անում, արդյոք նրա ներկայությունը քեզ զորացնում է թե ոչ, Մատթեոս ավետարան 28:20-ում այդ մեծ հանձնարարականը, որ Տերը տվեց, ասեց Ես ձեզ հետ եմ, եթե դուք իմ աշակերտներն եք, կան այս դալիճում մարդիկ, ովքեր համոզված են, որ իրանք Քրիստոսի աշակերտներն են, խնդրեմ ձեռք բարձրացրեք, փառք Աստծուն աշակերտների համար, եկեղեցին ուժեղ է իր աշակերտներով, եկեղեցին կարա շատ բազմամարդ լինի, բայց եկեղեցու ուժը Քրիստոսի աշակերտներն են, Մարդիկ կարող են այցելել, օրհնյալ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր այցելու են, որովհետև սկզբից այցելում եք, հետո որոշում եք աշակերտի կյանքով ապրել։ Բայց եկեղեցու ուժը աշակերտներն են, եւ աշակերտները լսեք, Տերը ասեց, ես ձեզ հետ եմ, ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Քրիստոսին քո սրտում սուրբ պահիր։ Երանելի է այն մարդը, որ օր ու գիշեր մտածում է Աստծու խոսքի շուրջ։ Առաջին Սաղմոսի առաջին 3 խոսքերը եթե ընթերցեք,
եթե նրա խոսքն է ձևավորում քո մտածելակերպը, գրված է դու նման ես լինելու ջրերի մոտ տնկված ծառի, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին եւ ինչ անում է, հաջողվում է նրան։ Շատ հետաքրքիր բան կա գրած 2 Կորինթացիս 5-րդ գլխի 14-15-ում ասում է Քրիստոսի սերը մեզ ստիպում է։ Որն է քո, եթե Քրիստոս քո սրտում է, որն է քո գործելու շարժառիթը, որն է քո ապրելու շարժառիթը։ Արդյոք նրա սերն է քեզ ստիպում։ Ինքը մեզ սիրեց այնքան, որ իր կյանքը դրեց մեզ համար։ Արդյոք մենք պատրաստ ենք, մենք ոչ թե մեռնենք, ոչ միայն մեռնենք, այլ ապրենք իր համար։ Ինչու ենք մենք ներում ընդհանրապես ինչ-որ մեկին։ Ինչու ենք ծառայում։ Ինչու ենք զոհաբերում, ինչու ենք զիջում։ Գրված է, երբ որ քո եղբայրը քո դեմ անիրավություն է անում, դու էլ կրիր այդ անիրավությունը։ Ինչու ենք կրում այդ անիրավությունը։ Ինչն է մեզ ստիպում։ Ինձ ստիպում է Քրիստոսի սերը։ Որտեւ ինքը ինձ սիրեց այն ժամանակ, երբ որ ես բացարձակապես արժանի չէի այդ սիրուն։ Հիմա ասում եմ, հասկացել ես ես քեզ ինչքան եմ սիրում։ Հասկացել ես ես քեզ ինչքան եմ ներել եւ ներում։ Հասկացել ես դու քանի անգամ ես որոշել ինչ-որ բան շտկել ու այդպես էլ չես շտկել ու ես քեզ չեմ պատժում, ես համբերությամբ սպասում եմ, հասկացել ես։ Եթե անկեղծ լինենք, կասենք այո Տեր։ Այդպես վերաբերվիր այն մեկին, որ համբերությունը էլ չի հերիքում, հիշի ես ինչքան եմ քեզ համբերել։ Այդպես վերաբերվի այն մեկին, ինչն է ստիպում, որ մենք այդպես ապրենք։ Արդյոք նա բացառիկ տեղ ունի մեր սրտում։ Արդյոք մենք հասկանում ենք ինչ է նշանակում Քրիստոսին ձեր սրտերի մեջ սուրբ պահեք արտահայտությունը։ Եկեք կարդանք 2 Կորինթացիս 4 գլխից մի հատված 6-ից 10 խոսքերը։ Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Մի փոքր բացատրեմ, ինչ է այստեղ գրած, որ շատ կարևոր է հասկանանք։ Ասում եմ, մեր սրտերում է այդ լույսը, եւ այդ լույսը ծագում է Քրիստոսի դեմքից։ Բայց այս գանձն ունենք կավեանոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է եւ ոչ թե մեզնից։ Չգան ասեն, այս ինչ լավ հավատացյալ ես, ինչ լավ է քո մոտ ստացվում։ Ինչքան ներող ես, ինչքան հեզ ես, ինչքան խոնար ես, ինչքան լավ ես քարոզում, չգիտեմ, այդ բոլոր բաները, որ գան քեզ շնորհակալություն հայտնեն, դու պիտի հիշես, որ այդ լույսը ծագում է քո սրտի մեջ բնակվող Հիսուս Քրիստոսի դեմքից, որ այդ գերազանցությունը մերը չի, այլ իրենից է գալիս։ Եվ մենք չպարտանանք, ասենք, բա որ ես չլնեմ ելով լինի։ Նայես քո արած գործերին, նայես քո քանի հոգի է ապաշխարել քո միջոցով ու ասես, բայց դու ով ես, որ իմ հետ տենց խոսացել է, նայի, իմ աստղերին նայի։ Այլ միշտ հիշենք, որ այն ինչ որ հասել ենք, դա մեր շնորհքը չի, դա մեր մեջ բնակվող Աստծու շնորհքն է, Աստծու շնորհիվը, որ մենք հասել ենք դրան։ Ուղղակի շատ կարևոր է, որ Քրիստոսին մեր սրտերում սուրբ պահենք, որովհետև եթե Քրիստոսին մեր սրտերում սուրբ չպահենք, խաթարվում է հարաբերությունը։ Գիտեք, հիմա եմ հասկանում, այս պատգամի մեջ ավելի լավ հասկացա, ինչ է նշանակում, որ
իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Երբ որ դու աստվածավախ կյանքով ես ապրում, երբ որ դու քո որոշումների մեջ հարցնում ես նրան, ինչ անեմ, ինչ չանեմ, ինչպես խոսեմ, ինչպես չխոսեմ, ինչպես վերաբերվեմ, ինչպես չվերաբերվեմ, երբ որ դու իրենից ես հարցնում, սա է աստվածավախությունը, ես չեմ ուզում մի բան անել, որ քեզ հաճելի չի։ Սա է Քրիստոսին այդ բացառիկ տեղը սրտի մեջ տալը։ Եվ այդտեղ Աստված իմաստություն է տալիս մարդուն։ Երբ որ ինքը խորհուրդ է տալիս, ինքը իմաստության աղբյուրն է։ Ոնց է մարդը դառնում իմաստուն։ Հաստատ տարիքի հետ չի դառնում։ Մարդիկ կան, որ Աստծու հետ ընթացքի մեջ, աստվածավախության ընթացքի մեջ իրենց տարիները ավելի իմաստուն են դարձնում իրենց, մարդիկ էլ կան ավելի կորցնում են այդ իմաստությունը, նայած ում հետ է քո մտերմությունը, Աստծու թե աշխարհի։ Չեք տեսել աշխարհի հետ մտերմություն անող մարդիկ ոնց են կորցնում։ Անգամ հավատացյալ մարդիկ, անգամ ծառայող մարդիկ կորցնում են իմաստությունը, սկսում են անմիտ բաներ անել, որ այն աշխարհի մարդն էլ էդի չի անի։ Ինչի՞, որտեղ իմաստությունն էլ մեզնից չի։ Շատ գիտելիք ունենալը դեռ չի նշանակում լինել իմաստուն։ Իմաստությունը Աստծու հետ մտերմությունից է, իմաստությունը Աստծու հետ մտերմությունից է գալիս։ Դրա համար Աստծու հետ մտերմության բանալին է աստվածավախությունը։ Դրա համար իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Բայց այս գանձն ունեն կավեանոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է եւ ոչ թե մեզնից։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք։ Ձեզ փորձում են մարդիկ նեղել։ Կան հարաբերություններ, որ մարդիկ փորձում են նեղել։ Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք։ Նեղված ենք, բայց ճնշված չենք, բացարձակապես։ Կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, կան բաներ քո կյանքում, որ պակաս են։ Շատ կուզեիր լինեն դրանք, բայց դեռ չկան։ Կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, բացարձակապես հուսահատ մարդը, այսպես թևերը, այսպես խոսում ես հետը, իրանից հուսահատություն է գալիս։ Պողոս առաքյալն ասում է շատ բաներ կա, որ կարոտենք, բայց հուսահատ չենք։ Հալածված ենք, բայց լքված չենք։ Ընկած ենք, բայց կորսված չենք։ Ոտքի ենք կանգնելու անգամ, եթե ընկնում ենք, որտեղից սա։ Որովհետև մեր մեջ բնակվողը, մեր մեջ լինողը ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ Այլ խոսքերով ասած, Պողոս առաքյալն ասում է, մենք ամեն իրավիճակի մեջ նայում ենք մեր Տիրոջը։ Հիշում եք Պետրոս առաքյալը, որ ջրերի վրայով քայլում էր, այս կյանքը, հավատքի կյանքը մոտավորապես նման է ջրերի վրայով քայլելուն։ Լսեք Տեր Հիսուսի խոսքերը. Ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ։ Այդ մտքով գառ պատկերացրեք, հետո գայլեր պատկերացրեք, հետո պատկերացրեք, որ մեզ ուղարկել է այս աշխարհի մեջ որպես գառներ գայլերի մեջ։ Ասեք, որ նման է ջրերի վրայով քայլելուն։ Քանի դեռ Պետրոսը իր հայացքը Հիսուսին էր ուղղված, կարողանում էր այդ ջրերի վրայով քայլել։ Հենց նայեց քամիներին, սկսեց ընկղմվել, բայց Տերը բռնեց նրան։ Ինչ բարի է մեր Աստված։ Անկամ երբ մենք շեղում ենք մեր ուշադրությունը իրենից, ինքը չի ասում, այդ տենց էլ քեզ պետք էր։ Մի քանի հատ սենց իջի, մի քանի հատ այդ ջրից թող գնա թոքերիդ մեջ, որ հասկանաս ու չմոռանաս։ Չէ, ինքը չի էլ թողում մենք իջնենք, բռնում է մեր ձեռքից։ Ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ։ Գայլերի նման մի աշխատեք, գառները գայլերի հետ չեն կարա մրցակցեն։ Մի մրցակցեք աշխարհի հետ։ Ձեզ երբ որ աշխարհի մարդիկ բամբասում են, չարախոսում են, դրանք իրենց ժանիքներն են եւ ճանկերը, դուք չունեք, եթե գառ եք իհարկե, չպիտի ունենաք այդպիսի զենք։
Մենք մի զենք ունենք։ Տեր Հիսուսն ասեց չվախենաք, ես ձեզ հետ եմ։ Գառների պաշտպանությունը ժանիքներն ու ճանկերը չեն, գառների պաշտպանությունը իրենց հովիվն է եւ հովի գավազանը։ Եվ մենք պիտի ամեն անգամ, երբ որ ճնշվում ենք, ամեն անգամ, երբ որ հալածվում ենք, ամեն անգամ, երբ որ քեզանից կբամբասեն, կչարախոսեն, կնեղեն, անարդար վերաբերմունք կլինի, ում պիտի նայենք։ Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք, որ կարողանաք ձեր հայացքը ուղղել իրան, ասել Տեր, դու իմ սրտում բացառիկ ես, ոչ ոք անգամ մրցակից չի քեզ, դու յուրահատուկ ես ինձ համար, իմ որոշումների կենտրոնն ես դու, իմ ձգտումների հիմքն ես դու, իմ շարժառիթը քո սերն է, դու ինչ ես ուզում որ անեմ, դու ինչպես ես ուզում որ արձագանքեմ, դու ինչ կանեիր այս իրավիճակում, սովորեցրու ինձ իմաստություն է պետք, ինձ չի բավարարում իմ մարդկային մտքի վերլուծության աստիճանը, ինձ քո իմաստությունն է պետք, դու ինչպես կանեիր։ Երբ պատրաստ ենք նրա ոտնահետքերով քայլելու, նրա կյանքը մեր մարմնի մեջ է գալիս։ Երբ պատրաստ ենք նրա նման զոհաբերելու, նրա կյանքն է գալիս մեր մեջ։ Հիշում եք Տեր Հիսուսը ասում էր Հովանու 14:23-ում, ասում էր, որ ով ինձ սիրում է, թող իմ պատվիրանները պահի, եւ ես եւ Հայրը կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Եվ ասում է, իմ հորից էլ կսիրվի այդ մարդը։ Ով ոչ թե ապրում է իր պատկերացումներով, ով ապրում է Տիրոջ պատվիրաններով։ Գիտեք, որ մարդը մեղքագործում միշտ ունի իր արդարացումը։ Միշտ։ Ու գիտեք ով է մեղավոր, որ մարդը մեղքագործում։ Դիմացինը։ Միշտ։ Չգիտեմ, կարողանում եմ փոխանցել ձեզ, թե ինչ է նշանակում Քրիստոսին սրտերում սուրբ պահելը։ Քրիստոս սրբության կարիք չունի, ինքը ամենասուրբն է։ Բայց մեր սրտերում ինքը պիտի առանձնահատուկ տեղ ունենա։ Ինքը պիտի լինի մեր սրտի գահին։ Ինքը խորհրդատու չի միայն։ Ինքը պիտի լինի մեր թագավորը։ Ինքը պիտի լինի մեր Տերը, մեր կյանքի որոշումներ կայացնողը։ Որքան էլ դժվար լինեն այդ որոշումները։ Ես իմ կյանքից ասեմ, որ շատ դժվար որոշումներ եմ կայացրել, որ ընդհանրապես իմ տեսողության հեռանկարից, իմ տեսադաշտից դուրս էր ամենը, ինչ որ պիտի երևար, բայց ես գիտեի, որ նա Աստծո կամքը, ու Աստծո կամքը շատ դժվար էր ինձ համար։ Բայց երբ որ դու հնազանդվում ես այդ կամքին, այնպես էլ չի, որ միշտ կարողանում եմ ճիշտ հնազանդվել, այդ տպավորությունը չթողնեմ, բայց երբ որ հնազանդվում ես, տեսնում ես դրա պտուղները։ Եվ որ հետո անցնում է, ասում ես փառք ես Տեր, որ այն ժամանակ չէի հասկանում, բայց ուղղակի չհասկանալով էլ արեցի այն ինչ որ քո կամքն է, եւ հիմա ես երբեք այստեղ չէի հասնի, եթե այն ժամանակ սա արած չլինեի։ Աստված ոչ միայն ուզում է բնակվի, գիտեք չէ, գրված է, եթե 5 կտակարանի ժամանակ տաճարում էր իր ներկայությունը կամ խորանում, ապա նոր կտակարանում հավատացյալներն են դառնում Աստծո Սուրբ Հոգու տաճար, բայց ինքը ոչ միայն ուզում է բնակվի այս տաճարում, այլ ուզում է, որ մենք սուրբ պահենք իր բնակության վայրը։ Քրիստոսին ձեր սրտերում սուրբ արեք։ Հիմա ուզում եմ վերջին բաժնին գալ ու ավարտել Քրիստոսին քո սրտում սուրբ պահելու պտուղները։ Հիշում եք որտեղ էր գրված սուրբ պահելու մասին։ Առաջին Պետրոս 3:15-ն էր դա, բայց 3:14-ում մեկ համար վերև
գրված է. եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Եթե անգամ Քրիստոսի կամքը կատարելու համար չարչարանքների ենթարկվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի վախեցեք ու մի խռովվեք, այլ Տիրոջը Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք։ Առաջին բանը, որ ես այս հատվածից վերցնում եմ, նա է, որ մեր կյանքից վախերն են հեռանում, երբ որ մենք սովորում ենք Քրիստոսին մեր սրտում սուրբ պահել։ Գիտեք, քանի մարդ է ինձ գրում, որ վախեր ունի, տագնապային մտքեր ունի, հոգսեր ունի, անհանգստություններ։ Ես կարծում եմ բոլորի, այն ինչ որ կնկարագրեմ հիմա շատ-շատերի, չասեմ բոլորի, բայց շատ-շատերի կյանքում լինում է, երբ որ մի հոգս ունես, մի դժվարություն ու մտքով դու պատկերացնում ես ֆիլմը, այսպես, ամենավատ սցենարով, գնում է այդ ֆիլմը, դեռ չի եղել դա, չկա այդպիսի բան, պիտի գնաս հիվանդանոց ստուգման, ու քո մտքում արդեն ֆիլմը գնում է ամենավատ տեղով, երեխային զանգում ես չի պատասխանում, մի հատ էլ ես զանգում էլի չի պատասխանում, մտքովդ չի անցնում, որ կարող է հեռախոսը դրել է մի տեղ, գնացել է, մտքովդ ինչ ասես անցնում է, և այսպիսի շատ տագնապային մտքեր, հիմա այդ ժամանակ ինչ պիտի անենք, սրանք քամիներն են, որ փչում են, գիտեք, որ չարը մտքեր ուղարկելու իրավունք ունի, հիմա մենք ինչ պիտի անենք, Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք, որ այդ պահին կարողանաս նայես իրան ու ասես, իմ հույսը դու ես, իմ պաշտպանը դու ես, իմ ապահովությունը քո մեջ է, ես քեզ եմ պատկանում, որ Պիղատոսը Հիսուսին ասաց, քո կյանքը իմ ձեռքերում է, կուզեմ կխաչեմ, կուզեմ կազատեմ, մարդկային աչքը սովորական տրամաբանությունը կողքից նայողը կհամաձայնվեր Պիղատոսի հետ, ճիշտ է թե ոչ, իրա ձեռքում էր թե ոչ, Տեր Հիսուսն ասեց սխալվում ես, իմ կյանքը քո ձեռքերում չի, իմ կյանքը իմ երկնային հոր ձեռքերում է, եթե թույլ տա դու կխաչես, եթե թույլ չտա դու երբեք չես կարա ինձ խաչես, իմ կյանքը իմ երկնային հոր ձեռքերում է, իմ ընտանիքը իմ երկնային հոր ձեռքերում է, իմ առողջությունը իմ երկնային հոր ձեռքերում է, միակ բան, այստեղ գրած այդ մարդկանցից մի վախեցեք, ովքեր ձեզ, չգիտեմ, սարսափ են ներշնչում, վախեցնում են, իրենցից մի վախեցեք, Տեր Հիսուսն ասում էր վախեցեք Աստծուց, երբ որ Աստծուց ես վախենում, երբ որ Քրիստոսին քո սրտում սուրբ ես պահում, ոչինչից չես վախենում։ Գիտեք, սա չպիտի ինքնաներշնչանք լինի, այսօր շատ տարածված է ինքնաներշնչանքը, մարդիկ հիմա էլ կարան այս խոսքը վերցնեն, նստեն, աշկերը փակեն, ասեն, ես Քրիստոսին իմ սրտում սուրբ եմ պահում, ես Քրիստոսին իմ սրտում սուրբ եմ պահում, սա ինքնաներշնչանքով չի լինում, դու կարաս ասես, ես Քրիստոսի աշակերտն եմ, ես դավանում եմ, որ ես Քրիստոսի աշակերտն եմ, ես դավանում եմ, որ նրա սուրբ աշակերտն եմ, դավանելով սուրբ չես դառնում, քո կյանքի որոշումները ցույց են տալիս, դու իրեն ես պատկանում, թե իրեն չես պատկանում, գիտեք, այսպիսի խոսք կա գրված առաջին ներողություն, երկրորդ Տիմոթեոս 2:19-ում է գրված, Տերը ճանաչում է իրեններին, Տերը ճանաչում է իրեններին, և իրենները այսպիսի մի հատկություն ունեն, մեղքից հեռացող, ընտեղ գրած է անիրավությունից թող հեռանա յուրաքանչյուր ոք, ով Քրիստոսի անունն է կանչում, Քրիստոսին քո սրտում սուրբ պահի, Տերը ամեն վախերը կհեռացնի քո կյանքից, չեմ ասում դժվարությունները, ասում եմ վախերը կհեռացնի, և դու կիմանաս, որ քո կյանքի վրա տիրում է Տերը, նույն առաջին Պետրոս 3:22-ում գրված է, նա երկինք է գնացել, և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները, մեկ այլ խոսքում գրված է, որ նրան է տրված ամեն իշխանությունը
երկնքում, երկրի վրա եւ երկրի տակ ամեն տեղ նրան է պատկանում։ Պատկերացնում եք, Քրիստոսին է պատկանում ողջ իշխանությունը եւ նա քո սրտի մեջ է։ Քրիստոսին քո սրտի մեջ սուրբ պահի։ Խաղաղության ճանապարհը հենց սա է։ Տերը ասես դրսից նեղություն կլինի։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ես ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս։ Այն խաղաղությունը, որ աշխարհը չի կարող ձեզ տալ, ես այդ խաղաղությունն եմ ձեզ տալիս։ Քրիստոսին քո սրտի մեջ սուրբ պահիր։ Եվ գիտեք, եկեք մի հատված էլ կարդամ, տեսնեմ ժամանակս, ունեմ ժամանակ, մի հատված էլ կարդամ, Սաղմոս 56:3-ը ասում է հետևյալը, որ օրը որ վախենամ, չի ասում էլ երբեք չեմ վախենալու, որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։ Սա առաջին պտուղն է, որ ինձ շատ ուրախացրեց, երբ որ ես հասկացա, ինչ է նշանակում Քրիստոսին սրտի մեջ սուրբ պահելը։ Եվ երկրորդը, նույն 15-ում էր, չէ, առաջին Պետրոս 3:15-ում էր այդ արտահայտությունը, եկեք 15-ի մյուս հատվածն էլ կարդանք։ Այլ Տիրոջը Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք ու միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, որ ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հիմա նայեք, փոթորիկների ժամանակ դու խաղաղ ես։ Մարդիկ այդպիսի բան չեն տեսել։ Գալիս են ասում են, այդ հույսդ ինչի վրա ես դրել։ Այս ամբողջ աշխարհը փոթորկի մեջ է, դու խաղաղ ես։ Հույսդ ո՞րն է։ Գրված է միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, որ ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հարցնելու են։ Աշխատում ես ինչ-որ տեղ։ Բայց դու չես բամբասում։ Հարցնելու են։ Գալու են առաջարկեն, ասեն, այս ինչ բանը պիտի սուտ խոսաս, ասելու ես ես սուտ չեմ խոսում, հարցնելու են ինչու։ Փողը կավելացնենք, չեմ խոսում։ Ինչու։ Հարցնելու են։ Որ կգնաս հիվանդանոց, չգիտեմ, Աստված բոլորիդ առողջություն տա, բայց դա տենց լինում է, չէ՞ որ գնում ենք հիվանդանոց։ Այնտեղ հիվանդներ են լինում։ Տեսնելու են քո խաղաղությունը ու հարցնելու են։ Հավատացեք հարցնելու են։ Պատրաստ եղիր միշտ քո մեջ եղած հույսի համար պատասխան տալու։ Եվ մեր վկայությունն է զորավոր դառնում։ Երբ որ մենք վախերի մեջ ենք, գնում ենք ինչ-որ մեկին ասում ենք, լսի վախից ազատագրող կա, այդ մարդը մեզ չի լսի։ Երբ որ դու ամբողջ օրը վայ, վույ ես անում, հոգս ես անում, մտքով այդ կինոներն ես պատկերացնում, խաղաղությունդ կորցրել ես, ու գնում ես ինչ-որ մեկին խաղաղության իշխանի մասին խոսելու, չի հավատալու քեզ։ Բայց որ դու ապրում ես այդ խաղաղությունը, մարդիկ ուզում են։ Ես գյուղում եմ ապրում, երբ որ ինչ-որ մեկը կարողանում է լավ մշակի հողը, լավ բերք է ստանում, ու այդ բերքն էլ լավ կարողանում է վաճառի, լավ եկամուտ է ստանում, ամբողջ գյուղացիները գալիս են ասում են, քո գաղտնիքը ո՞րն է։ Այս նույն հողն է, մենք այստեղ ենք մշակում, դու այստեղ ես մշակում, քո մոտ ստացվում է, ասա ինչ ես տալիս քո բույսերին։ Մարդիկ հարցնելու են մեր մեջ եղած հույսի համար։ Բայց լինում է, որ գյուղ են գալիս քաղաքից կոստյումով մարդիկ, գրատախտակի վրա ուզում են սովորացնեն, թե ինչպես ճիշտ մշակել ու հավաքում են գյուղացիներին ու դասախոսություն են կարդում, ինչպես գյուղացին պիտի ճիշտ մշակի իր հողը։ Գիտեք գյուղացիները ոնց են գնում։ Ստիպված։ Գնում են նստում են, ասում են, երբ պիտի վերջացնի այս մարդը, գնանք մեր գործերը մնացել է։ Դու ինչ գիտես հող մշակել, որ մի հատ գրատախտակի վրա։ Մի հատ լարի հողի վրա մի 6 ամիս աշխատի, տեսնենք քո աշխատանքի պտուղը, նոր հավատանք քեզ։ Դրա համար սիրելիներ, մեր վկայությունը
պիտի միայն խոսքով չլինի, մեր վկայությունը պիտի լինի մեր ապրած կյանքով։ Եվ Քրիստոսին սրտի մեջ սուրբ պահելու արդյունքում մեր կյանքում գալիս է վկայություն։ Եվ մարդիկ գալու են ու հարցնելու են մեր մեջ եղած հույսի մասին։ Մեր կյանքի բոլոր խնդիրների լուծումը մենք պիտի հասկանանք, որ մեր իմաստությունով չի, մեր զորությունով չի, մեր հնարամտությունով չի, մեր կյանքի բոլոր խնդիրների լուծումը մեր Տիրոջ հետ մեր մտերմության մեջ է։ Որքանով ենք մենք մտերիմ իր հետ, որքանով ենք մենք կարողանում մեր որոշումների ժամանակ լսել իր խորհուրդները, որքանով ենք զանազանում Աստծու կամքը, որքանով ենք մենք կարողանում զոհաբերել մեր եսը, մեր ցանկությունը եւ կատարել նրա կամքը։ Գիտեք, ի վերջո ով է երկինք գնալու։ Ովքեր են երկինք գնալու, ինչ էր սովորեցնում Տեր Հիսուսը։ Ասում էր ինձ Տեր ասողները չի որ կմտնեն երկնքի արքայություն, այլ իմ հոր կամքը կատարողները։ Եկեք Քրիստոսին մեր սրտերում սուրբ պահենք։